Եթե նայենք պաշտոնական վիճակագրությունը, ապա դպրոցից դուրս մնացած երեխաների թիվը շատ չէ, կարծեմ մի քանի 100 մոտենում է 1000-ի, բայց կարծում եմ, որ այս թիվը չի արտացոլում իրականությունը եւ գիտեմ, որ վերջերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Լոռու մարզում փորձնական ծրագիր էր արել, ավելի մոտիկից հասկանալու, թե իրականում քանի երեխա ունենք դպրոցից դուրս մնացած, եւ միայն Լոռու մարզում կարծեմ 200-ից 300 երեխա էր հայտնաբերվել, ովքեր դպրոցից դուրս են մնացել։ Այսինքն իրականում կարելի է ասել, որ ընդհանրաբար մի քանի հազար հնարավոր է մենք երեխաներ ունենք, ովքեր դպրոցից դուրս են մնացել։ Դպրոցից դուրս մնալու հիմնական պատճառը իհարկե սոցիալականն է, որովհետև հատկապես 6-րդ, 7-րդ դասարանից արդեն երեխաները սկսում են աշխատել եւ քաղաքային վայրերում, եւ գյուղական վայրերում մենք այսօր ունենք Հայաստանում 52000 երեխա, ովքեր աշխատում են։ Մեծ մասը աշխատում են գյուղատնտեսական ոլորտում եւ իհարկե բարձր դասարաններում։ Հիմնական պատճառը սոցիալականն է, որը բերում է նրան, որ երեխաները միանգամից փորձում են օգնել իրենց ընտանիքին աշխատանքով եւ այդպես կրթությունը արդեն դառնում է երկրորդական։ Բայց այստեղ խնդիրը միայն սոցիալականը չի։ Կարծում եմ, որ մեր կրթական համակարգը կառուցված է այնպես, որ մենք այդ աղքատ երեխաների համար առանձնապես բան չենք անում։ Այսինքն էլի երեխան կարող է աղքատ լինել, բայց դու կարող ես այնպիսի կրթական քաղաքականություն վարել, որ աղքատ երեխան ուզենա գալ դպրոց։ Օրինակի համար, եթե դու կարողանում ես իրեն ապահովել տաք սննդով, եթե կարողանում ես որոշակի ծախսեր հոգալ այդ երեխայի համար, արտադասարանական խմբակներ ստեղծել, որտեղ ինքը կարողանա իր տաղանդները բացահայտել, չէ՞։ Այդ երեխաների մեծ մասը անապահով ընտանիքների իրենք որպես կանոն ակադեմիական առարկաներից թույլ են, բայց օրինակ եթե դու դպրոցում ստեղծես մարզական խմբակ, արհեստի խմբակ, հնարավոր է այդ երեխաները իսկապես բացահայտվեն։ Այսինքն խնդիրը միայն աղքատությունը չի, դա այն պատասխանն է, որը մենք այն քաղաքականությունն է, որը մենք վարում ենք աղքատ երեխաների վերաբերյալ, իսկ այստեղ մենք համարյա բան չենք անում։ Մոտավորապես որոշակի փոքր խմբականակ, որոշակի խումբ երեխաների ստանում է աջակցություն դասագրքերի համար, կա այդ 1-ից 4-րդ դասարանի սննդի ծրագիրը, որը հիմա փառք տարածվում է, բայց դրանից դուրս առանձնապես մենք այդ երեխաներին չենք օգնում։ Երբ որ ասում եք 52000 երեխա Հայաստանում աշխատում է, մենք կարող ենք ասել, որ վաղ տարիքից աշխատելը դրդում է, որպեսզի երեխան դուրս մնա կրթությունից։ Նման պնդում կարող ենք անել, թե այո, կարծում եմ, որ դա նպաստում է, որովհետև գիտեք ոնց, եթե բուն բառը թարգմանենք, դպրոց բառը հունարենից նշանակում է պարապ ժամանակ, այսինքն դրա համար մենք հայերենում սովորելու որպես հոմանիշ ասում ենք պարապել, այսինքն որպեսզի երեխան սովորի, ինքը պետք է պարապ լինի։ Շատ դժվար է երեխայի համար աշխատանքը համատեղել կրթության հետ, մանավանդ այսօր, երբ որ բացի աշխատանքից ու սովորելուց կան սոցիալական ցանցեր, կան տարբեր խաղեր, որոնք նույնպես զբաղեցնում են երեխաներին։ Դրա համար անշուշտ նպաստում է աշխատանքը, որ երեխան դպրոցից դուրս մնա, որտեղ հետո ինքը սկսում է գումար վաստակել։ Երբ որ գումար է վաստակում, արդեն կրթությունը իր համար մի բան է դառնում, թե ինքը ոչինչ չի ստանում, իրեն համարում են ծախողակ, ոչ գումար է ստանում, ոչ աջակցություն, ոչ ոքի անհատական կարիքների մասին չի հոգում, եւ երեխան նախընտրում է գնալ դեպի աշխատաշուկա եւ գոնե գումար վաստակել։ Պարոն Խաչատրյան, իսկ միտումը, որ վերջի տարիներին ավելացել են դեպքերը, հատկապես գյուղական համայնքներից, որ երեխաներին 15-16 տարեկան դպրոցից հանուղարկում են արտագնա աշխատանքի, դուք ինչ կասեք այս մասով որպես մասնագետ, նկատել եք նման միտում։ Կան այդպիսի բաներ, ընդհանրապես ինձ ցույց է տալիս, որ հատկապես գյուղական վայրերում, երբ որ երեխաներին հարցնում ես ինչ ես դառնալու, ոմանք ասում են խոպան չի։ Այսինքն փոքրուց արդեն այդ բանը կա։
Հիմա արդեն այս տարվանից Հայաստանը անցնում է 12-ամյա պարտադիր կրթության։ Դա նշանակում է, որ 9-րդ դասարանից երեխային դպրոցից հանել այլևս չի կարելի։ Երեխան պետք է մինչև 12-րդ դասարան կամ դպրոցում, կամ արհեստագործական հաստատությունում, կամ քոլեջում շարունակի իր ուսումը։ Բայց թե որքանով սա հնարավոր կլինի իրականացնել, չեմ կարող ասել, որովհետև ցավոք սրտի դպրոցներն էլ խնդիր ունեն, օրինակ ասենք, տեսեք, շատ հաճախ այդ երեխայի ծնողը, որը աշխատում է, գալիս է դպրոց եւ ասում է, եթե դու ուզում ես, որ ես դասագրքերի գումարը վճարեմ, դու պետք է ինձ հնարավորություն տաս, որպեսզի իմ երեխան աշխատի։ Այսինքն դպրոցն էլ ինքը հայտնվում է ծանր վիճակում, եթե ինքը չի թողնում այդ երեխային գնալ աշխատելու, հետագայում արդեն խնդիր ունեն։ Արդյունքում մեզ մոտ իրականում եւ բացականների թիվը եւ դպրոցից դուրս մնացածների թիվը ավելի մեծ է, քան մենք դա փաստաթղթերով ցույց ենք տալիս, որտեղ կա լուր համաձայնություն, լուր գործարք տնօրինության եւ աշակերտների միջեւ, որպեսզի լավ, թող սեպտեմբերին գնա խաղող հավաքի երեխան կամ հիմա ծիրան հավաքի, որպեսզի կարողանա կրթական ծախսերը հոգալ։ Դա ենթադրում է նաև, որ նա բուհական կրթությունից էլ չէ դուրս մնում, եթե դպրոցական կրթությունից դուրս մնում, եւ դա ինչ մարտահրավեր է հասարակության։ Ընդհանրապես միջազգային փորձը ցույց է տալիս, որ կրթության տևողությունը ընդհանուր առմամբ դերական է ազդում։ Այսինքն ովքեր ավելի երկար են մնում կրթության համակարգում, ավելի հաջողակ են լինում։ Հայաստանում էլ, այսինքն այս երեխաները, որոնք 9-րդ դասարանից դուրս են գալիս կամ 7-ից սկսում են աշխատել կիսատ պրատ հաճախել, իրենք արդեն դառնում են որակավորում չունեցող էժան աշխատուժ եւ վերարտադրվում է այդ աղքատությունը։ Այսինքն մենք հիմա ունենք սերնդային աղքատության խնդիր, այսինքն աղքատի երեխան դառնում է աղքատ, հարուստի երեխան դառնում է հարուստ։ Սա մեր հասարակության խնդիրներից մեկն է, այդ սոցիալական շարժունությունը մեր հասարակությունում շատ թույլ է հիմա եւ այդ բևեռացումը, որ մենք ունենք այսօր հասարակության մեջ, ինքը արմատավորվում է նաեւ կրթության ոլորտում։ Աղքատներին կրթության ոլորտը չի կարողանում հանել աղքատությունից եւ իրանք մնում են աղքատ, այսինքն շատ վատ է ազդում այդ։ Մեր բուհերն էլ են չէ անհասանելի, օրինակ մարզից եկած աղքատ ընտանիքի երեխայի համար բացատրան, այս էլ չէ խնդիր։ Կարող է նա ունի լավ ունակություններ, ասենք լավ սովորող երեխա է, բայց դուրս մնում այդ։ Տեսեք, մեր բուհերը, մեր կրթական համակարգը տեսնում է այն երեխաներին, ովքեր հասնում են բուհ։ Այսինքն երեխան հասնում է բուհ, հետո նոր կրթական համակարգը տեսնում է, որ այս երեխան անապահով է։ Բայց այն երեխաները, ովքեր անապահով են ու բուհ չեն հասնում կամ թեկուզ քոլեջ չեն հասնում, մենք իրենց չենք տեսնում։ Հենց այս օրերին բազմաթիվ երեխաներ տխուր նստած են իրենց տանը, որովհետև չկարողացան դիմել Երևանի բուհ, որովհետև իրենց համար Երևանում սովորելը միայն ուսման վարձի խնդիր չի, նաև Երևանում ապրելու ծախսի խնդիր է։ Ես միշտ թվում է, թե ուսանող լինելու համար միայն պիտի վարձ տաս։ Բայց եթե դուք հաշվարկ անեք, մարզից եկած երեխան ուսման վարձից ավելի մեծ գումար էլ պետք է Երևանում ապրելու համար ծախսի։ Դրա համար հենց այս օրերին շատ երեխաներ մնացին տանը, չդիմեցին բուհեր, որովհետև չեն կարող նույնիսկ ընդունվելու դեպքում Երևանում ապրեն։ Շատ երեխաներ չդիմեցին այն ֆակուլտետ, որը իրենք ուզում էին, որտեղ այնտեղ վարձը թանկ էր, եւ տվեցին մի այլ տեղ, որը իրենց ավելի ֆինանսապես հարմար էր, բայց ընդհանուր առմամբ իրենց երազանքը չէր։ Այս երեխեքին մենք չենք տեսնում։ Մենք այսօր ունենք միջին դպրոցում երեխաներ 7-րդ, 8-րդ դասարաններում, ում ծնողները ասում են, որ մենք ի վիճակի չենք քո կրթության հարցերը լուծել։ Եվ երեխան նորմալ երեխա է, ընդունակ երեխա եւ արդեն 7-րդ, 8-րդ դասարանից ինքը թևաթափ է։ Ինքը հասկանում է, որ չպետք է շարունակի լավ սովորել, որտեղ միևնույն է բուհ չեն կարողանում։ Այո, արդեն ծնողները հասկանում են, որ մենք բազմազավակ ընտանիք ենք, տեսնում ես ինչպես հազիվ օրվա հաց ենք հասցնում, որ մնաց Երևանում կամ քոլեջում ուսանող պահելը։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են, ու մենք ժամանակն է, որ իջնենք ներքև եւ դպրոցում էլ այս երեխեքին տեսնենք։
Անապահով երեխաների մեծ մասը չի հասնում քոլեջ ու բու։ Իրանք արդեն դպրոցից անհեռանկար են մնում։ Եվ գնալով այս միտումը խորանում է ձեր կարծիքով, պարոն Խաչատրյան, ավելանում է կրթությունից դուրս մնացած երեխաների եւ այս աղքատության միտում պատճառով առաջացած խնդիրը։ Միանշանակ, որտեվ բոլորս էլ, այսինքն դա գաղտնիք չի, բոլորս էլ տեսնում ենք, որ ոչ թոշակներն են բարձրացվում, ոչ աշխատավարձերը, կյանքի որակը չի բարելավում, զուգահեռաբար ապրանքները թանկանում են եւ հետեւաբար սա չի կարող չվերել իրավիճակի վատթարացման։ Այստեղ սրտացավ չենք։ Երեխան հաճախ երբ որ դպրոց չի գալիս, հոգսը մնում է դպրոցի վրա, այսինքն դպրոցը փորձում է այդ երեխային բերել, չի կարողանում։ Հաճախ դիմում են ոստիկանություն, ուժով են բերում եւ այլն։ Այստեղ պետք է բոլոր օղակների համագործակցություն, առողջապահական համակարգ, ոստիկանություն, դպրոցներ, համայնքային իշխանություն, երեխայի իրավունքների պաշտպանության այդ մարզպետարանների բաժիններ, այստեղ պետք է այդ սոցիալական աշխատողները, այս ինտեգրված սոցիալական ծառայություններ են հիմա ներդրվում։ Այստեղ պետք է այդ թիմով աշխատել եւ հասկանալ, ինչի չի գալիս այդ երեխան, հա, միգուցե հագուստ չունի, միգուցե ասենք, չգիտեմ, ծաղրում են իրան, շատ հաճախ մենք այստեղ դասղեկը տնօրենը մի քանի փորձ են անում, հետո ձախողվում են, համագործակցություն է պետք է հասկանալ արմատը որն է խնդրի, եւ եթե գտնես ու հենց այդ արմատով փորձես օգնել այդ ընտանիքին, միգուցե հարցը լուծվի, օրինակի համար, եթե երեխան աշխատում է, որտեվ, չգիտեմ, փողապետ մայրը հիվանդ է, հա, միգուցե ճանապարհ գտնել առողջապահական ծառայություն տալ այդ երեխայի մորը։ Շատ երեխաներ նաև սա էլ հետաքրքիր բան է, դպրոց չեն գնում, որտեղ խնամում են իրենց փոքր քրոջը կամ եղբորը։ Աղջիկ երեխաներ ունենք, այո։ Երեխային ասում են դու նստի տունը փոքր քրոջդ նայի, մի գնա դասի։ Այս հասկանալ, եթե դա է պատճառը, գտնել ինչ անել, միգուցե այդ փոքր քրոջը վերել մանկապարտեզ, որպեսզի այս երեխան ազատվի։ Այդ համակարգային ամբողջական մոտեցումն է պետք, անպայման։ Մենք հասցեական չենք աշխատում, հաճախ խուսափում ենք այդ աղքատ ընտանիքներից, այդ պրոբլեմներից փախչում ենք։